Ավելի քան 3 տասնամյակի դադարից հետո առաջին անգամ ռուսական ցորենով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով հասել է Հայաստան։ 15 վագոնից բաղկացած առաջին խմբականակը ավելի քան 1000 տոննա հացահատիկ, հատելով նաև վրացական սահմանը, ժամանել է Այրումի կայարան։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հաստատել է, որ մինչև 2026 թվականի հունվար այս երթուղով նախատեսվում է Հայաստան առաքել ևս 132 վագոն ցորեն։ Հայաստանի կառավարությունում սա գնահատում են որպես տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման ուղղությամբ կարևոր քայլ և փոխվստահության ամրապնդման նախաձեռնություն։ Ըստ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, այս նոր լոգիստիկ ուղին գործնական այլընտրանք է Վերին Լարսի ցամաքային ճանապարհին, որը տարիներ շարունակ խնդիրներ է ստեղծել հայկական բեռների համար։ Բեռը դիմավորելու համար Այրումի կայարան է ժամանել Գևորգ Պապոյանը և հայտարարել, որ սա միակ բեռը չի լինելու։ Սիրելի հայրենակիցներ, ես հիմա Այրում կայարանում եմ և այստեղ պատմական իրադարձություն տեղի ունեցավ մի քանի րոպե առաջ, առաջին անգամ գրեթե 3.5 տասնամյակի ընդմիջումից հետո երկաթուղային ճանապարհով Ադրբեջանի տարածքով Հայաստան եկավ բեռ, մասնավորապես 15 վագոն բեռ, 1000 տոննա ցորեն, ռուսական ծագման ցորեն եկավ Հայաստան, որը անցել է Ադրբեջանի և Վրաստանի տարածքով երկաթուղային ճանապարհով։ Ուզում եմ նշել, որ ևս 1000 տոննա բեռ այս պահին Ադրբեջանի տարածքում է, այս անգամ արդեն ղազախական ծագման ցորեն, որը էլի ճանապարհվում է դեպի Հայաստանի Հանրապետություն։